Գազա եւ բենզալցակայաններում թերի լիցքավորումներ, ծխախոտի բաց վաճառք, առանց մակնշման կոշիկներ։ Մեր երկրի քաղաքացիներն առավելապես այս բողոքներն են ներկայացնում շուկայի տեսչական։ Այս շարքի գերակշիռ հատվածը տեսչականի թիրախում են, իսկ տեսչականի լաբորատոր զինանոցն ի դեպ ավելի մեծ հնարավորություններով են թարմացրել, անձամբ են ստուգելու ու եզրակացնելու։ Մեր ստուգումների քանակը կավելանա, որտեղ եթե օրինակ բենզինի վրա վերցնեմ, եթե մենք բենզին աննմուշը վերցնում ենք, տալիս էինք չափակության ազգային մարմնի, որոշակի ժամանակ էր անցնում մինչև եւ ֆինանսական ավելի շատ բեռ էր նստում պետության վրա։ 133 բենզանմուշից միայն 6-ն են ունեցել որակական խախտումներ, սա նախորդ տարի, իսկ մինչև սեփական լաբորատորիան ունենալը տեսչականի անհամապատասխանությունների վիճակագրությունը գերազանցում էր 55%-ը։ Շուկայի վերահսկողության պատասխանատուները երևույթը պայմանավորում են նաև կարգ կանոնի խստացմամբ։ Երբ որ որակական խնդիր ենք լուծում, եւ որ հիմա առանց նախապես ծանուցման մենք վերցնում ենք տվյալ օրինակ բենզալիցքավորման կետից նմուշ, ինքը տեղյակ չի լինում, մենք նմուշ վերցնում ենք իրանից, թե չէ։ Երբ որ առաջ ասում ենք գալիս ենք, ինքը կբերեր նորմալ որակի վառելիք եւ խնդիրը չէր լուծվում։ Իսկ հիմա ինքը ամեն րոպե զգոնա։ Փոքր չափսեր ունեցող արտադրանքի վրա մակնշումը երբեմն անընթեռնելի է։ Սա էլ օրենքի խախտում է, լուծումը գտել են QR, այստեղ էլ QR։ Տնտեսվարողը կամ արտադրողը տվյալ արտադրանքը մակնշի QR կոդով, որտեղ օրինակ լրի պարզ երևալու է իր ամբողջ ընթացքի, ամբողջ մակնշման պահանջները տվյալ QR կոդով սպառողը տեսնելու է իշկա։ Սեպտեմբերի 1-ից ի դեպ մեր երկրի գիդերը, տուրիստներ տեղափոխող մեքենաների վարորդներն ու հյուրանոցային ծառայություններ մատուցողները պետք է ծանուցեն պետությանն իրենց գործունեության մասին, ասել է թե լիցենզավորվեն։ Շուկայի վերահսկողության տեսչականի խոշորացույցը այստեղ էլ գործի կդնեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։